Բարև ձեզ։ Պատահաբար մի քանի թեմաների Սիրով։ կապված ձեր մեկնաբանությունը կտակ եւ այսպես հիմա հարաբերականորեն վերադադար է Իրան-Իսրայել Միացյալ Նահանգներ, բայց Իսրայելը շարունակում է ռմբակոծել Լիբանանը, Բեյրութը, այս իրողությունն է, խնդրեմ այս հարցով սկսենք, հետո նաեւ մի քանի հարցեր ենք։ Ես հիշում եմ, երբ առաջին օրերն ռմբակոծում էր Իսրայելը Իրանի Հանրապետությունը, իսլամական երկիրը, ուրեմն այդ սրանց նկուղներում թռվռում էին հրեաները եւ գոռում էին առյուծի մռունչ, ես զարմանում էի, որ ինչպես կարող է մահնուավերը երջանկացնել որևէ մեկին, այս դեպքում փաստորեն երջանկացնում էր, բայց շատ արագ դա փոխվեց շակալի վնգստոցի եւ Իրանը ցույց տվեց, որ անպարտելիներ չկան։ Եվ Իրանը կանգնած է ճշմարտության կողմը, Իրանը կանգնած է մարդկային արժեքները վերհանելու կողմը եւ իր դարավոր ավանդույթները չի ուրանում, այդ ավանդույթների տերն է եւ նրանք ովքեր անհեր անմեր զանգվածներ են, գլոբալիստ գոյանքներ են եւ ուզում են աշխարհը կտրել արմատից, մարդկանց կտրել իրենց արմատներից, իրենց հիշողություններից, սարքեն զոմբիներ, մարդիկ ովքեր ոչինչի չեն տիրապետում եւ հեշտ կառավարելի են դառնում, իրենց համար արժեքը փողն է եւ իրենց կռիվը Աստծո դեմ է։ Ես երբ կարդում էի Վաչագանի գրառումները, երբ նա վեր էր լուծում այս ժամանակը, հետարքիր բան է ասում, երբ ասում է ձեզ կհագցնեն աշխարհաքաղաքացու զգեստները, ձեզ մշակույթներից, ազգային մշակույթներից կզրկեն, բայց փաստորեն մի այլ բան էր դրան զուգորդելով ասում, որ սրանց կռիվը Աստծո դեմ է։ Եվ այո, մենք եւ արտաքին աշխարհում ենք դա տեսնում, եւ ես շատ ուզում եմ, որ Իրանը կարողանա վերջնական հաղթանակ ունենալ եւ ցույց տալ, որ այո, ազգերը իրենց ինքնությունը պիտի պահեն, ազգերը պիտի կարողանան իրենց դարավոր մշակույթների կրողը լինել եւ նոր արարումների գնալ։ Այնինչը ուրեմն սրանց այս գլոբալիստ շներին չի հուզում որևէ բան, սրանց համար փողը եւ այդ փողն էլ ինչ են անում չես հասկանում, զղկտվեք էլի միանգամից տպեք այդ փողը ծամեք, դրանով որևէ բան մի գնեք, որովհետեւ դուք անասնակալած գոյանքներ եք, բոլոր նրանք ովքեր իրենց մշակույթը, իրենց ոգեղեն արժեքները շրջանցում են։ Եվ հիմա մեզանում էլ տեսնում ենք, չէ, սրանց կռիվը Աստծո դեմ է, այդ որ ասում էին սրբազան, գլուխները կոխել էին, սեռասավանների մեջ չէին անում, միջև երևի ինչ որ բաներ կպավ սրանց մռութներին, դուրս են քաշել, էլ չեն կոխում, չէ։ Հիմա ահագին ժամանակը էլ չեն ասում։ Դեսպես քպեական ոհմակը հետարքիր է, եթե ոժդը մի բան ասում, հա, այն պայուսակները, չէ, ինչեր են ուսապարկերը հետևից սկսում են կրկնել, ինքնուրույն մտածողություն չունեն։ Սրանց մեջ որևէ մեկը չգտնվեց, որ ասի, արա դե չի կարելի, էլի, այն Դավիթին ինչի հարվածեցիք։ Այդ տղան իր համար այդ գերազանց սովորող, պարկեշտ, կարքին հայ, տղամարդ, տղեն կանգն, արա տղամարդկանցից վախենում եք, որ տարիքում էլ լինի։ Ձեր համար տղամարդու ֆորմով քացերն են սիրելի։ Այն մի հատ գոմիկ կա, որ հայտարարում է, ես գոմիկ եմ, բան եմ, թող մերում մարեք այդ գոմիկը ձեր, չգիտեմ, ինչն է, պայծառ ներկայացուցիչն է։ Ձեզ ուրեմն մեծարողն է, եւ սենց մարդիկ են եւ ասում են ձեր կազմում էլ դրանցից կան, էդ եք դուք սեռախեղված գոյանքներ եւ որևէ լուրջ բան իմ երկրում անել չեք կարող դրական իմաստով եւ դրա համար ձեռնամուխ եք եղել կործանելու եւ այս 8 տարիները բավական ժամանակ էր որպեսզի շատ լուրջ խոցեք իմ երկիրը, իմ ազգը եւ թեպետ իսկապես էլ կարևեր խոցված է, բայց միևնույն է այդ խոցվածությունը մահացու չէ։ Մենք դեռ շանս ունենք ապրելու, լինելու, մեր ինքնությունը մոլորակի վրա պահելու եւ բոլոր այն ամբարտավանները, ովքեր այստեղից դրսից հայտարարում են, գուժում են իմ երկրի մահը, իմ ժողովրդի մահը, չարաչար սխալվում են, այնպես որ այդ հрьяաները, որ թրջկոտում էին իրանցիների մահվան վրա եւ առյուծի մռնչոց էին գոռում ու շակալի վնգստոցի փոխվեց, նույնը ձերն է լինելու, շակալներ։ Սրանք բայց օրինակ այս իշխանությունները մենք տեսնում ենք, հա, նորից փորձում են մեզ վախեցնել, անընդհատ այդ երջինների դեպքում պատերազմ, այս իրողությունը եւ ինչ է խոսում, հա, ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին գնում է Ռուսաստան օրինակ ժողովրդավար, ասում է ժողովրդավար երկիր, այսը հաջորդ օրը հարցակում է լրագրողի վերատեսնում եք ինչ բանվածք է։ Խնդրեմ այս ամենից կապված ձեր տեսակետը։
Անգերազանցելի շարլատան է, սրիկաս ծտախոս է եւ դրա որևէ բան վերլուծել խոսքը իմաստ չունի, որովհետեւ ինչպես դուք հիմա ասացիք, կարա մի օր հետո փոխի, մյուս օր այլ բան ասի, այլ պահվածք դրսևորի, դրանք բոլորը մենք տեսել ենք եւ դրան տիրապետում է։ Ինչ վերաբերում է նրան, որ ասում է ես չլինեմ պատերազմը լինելու, դե տեսեք, պատերազմի հմուտ սադրիչ է Նիկոլը, չէ՞, պատերազմը եկավ, սադրեց, ասաց սա Հայաստանն է եւ վերջ, բարձվում է, որ քաղաքական իմաստով դա հրավեր էր, որը արեց մեր թշնամի երկրին եւ հնարավորություն տվեց արդարացնել իր հարձակումը, ինչը եւ տեղի ունեցավ։ Հիմա էլ ասում է ես չլինեմ, կլինի, այսինքն այն ժամանակ ինքը կար արեց եւ հիմա էլ չլինի, էլի կսադրի պատերազմը, որտեղ ինքը դրա հմուտ մասնագետն է եւ քանի որ դրանք բոլորը դավաճան թուլեք ունեն, բոլորը դասալիկ լակոտներ ունեն, մենք դրա վկայությունը վերջերս տեսանք եւ դրան առանձին իհարկե կանդրադառնամ, բայց ես ուզում եմ ասել, որ այո, նա կարող է պատերազմ սադրել եւ այդ պատերազմը ոչ թե կլինի, որ մեր ժողովուրդը կամ նոր ուժերը կբերեն, ոչ դա ինքն է բերելու։ Ինքը մնայել պատերազմ բերելու է, գնայել բերել, ինքը բերելու է պատերազմ, ինքը դա է, ինքը չարքապատկան գոյա եւ այդ չարքապատկանելիությունը ինքը չի որոշել, հասկանում եք, կարիճը ինքը չի որոշում, որ ինքը պետք է կարիճ դառնա եւ թույն լինի մեջը, որով անդադ պետք է թույնի, ինքը այդ կարիճն է, ավելի գլոբալ իմաստով, որը ազգաթույնում, պետություն ավերացնում, ինքը դա կարում է անի եւ հավաքել է իր շուրջը քպայական այն ոհմակը, որոնք բոլորը հատիկ նայեք կտեսնեք, որ բոլորը այո չարքապատկան գոյանքներ են եւ որևէ մեկը դրանցից չկանգնեց ասի, արա Բագրատ Սրբազանը այսքան բան արել մեր ժողովրդի համար, մեր երկրի համար, մենք այս ինչքան սրիկա ենք, այս ինչքան, չգիտեմ, մորթապաշտ, եսակոլոլ գոյանքներ են, որ չեն գնում ասենք, արա ամոթա լավ, ինչ արեցիք, չարեցիք, զայնագրություններ իրար կացեցիք, էն, եկեք այս մարդուն բաց թողենք, բայց իրանց մեջ մարդն է բացակայում, իրանք մարդ չկա, դե մարդ չկա, չարքապատկան սատանայապաշտ եւ հեշտ ու հանգիստ կարում են այո պատարակի ժամանակ էլ մտնել, հրմշտել հավատացյալ հանրությանը եւ այդ հրմշտոցի արդյունքում էլ սադրել, սրանք դա են։ Եվ եթե վամպիրը տևականորեն այրուն չի խմում, այդ վամպիրը քաղցում է, քաղցած է մնում։ Եվ հիմա այդ քաղցածությունը հագեցնելու համար աջ ու ձախ պիտի նորից զոհեր տա, այս ու այն կերպ պարտադիր չի, գիտեք, միանգամից հենց այրունը խմի գցի, չէ՞, կարա մարդկանց սարքի հաշմանդամ, կարա հիմա տեսեք այդ պատերազմը, որ եղավ անցավ, պատերազմը անցել է, իհարկե չի անցել։ Մենք բոլորս պատերազմի մեջ ենք, մենք այդ հարվածը չենք մարսել, եւ մինչեւ հիմա էլ այդ դավաճանությունները չեն բացահայտում, որովհետեւ ասել եմ մի պայմանով չեն բացահայտվում, որ դավաճանները իրանք են գլխավորում այդ ամեն ինչը։ Հայաստանի բանակը եւ սննդի, եւ հագուստի, եւ սպառազինության, եւ բարոյական վիճակի, եւ պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել։ Ստակոլոլ գոյանքին, եթե մենք փորձենք վերլուծել, մենք ծիծաղելի վիճակում կհայտնվենք, մենք տեսնում ենք ինչքան ուրեմն զոհեր են լինում անգամ խաղաղ պայմաններում, մենք տեսնում ենք այդ բարոյահոգեբանական մթնոլորտը, ես վերջերս նորից դեպք կար, ես հիմա չեմ ուզում բարձրաձայնեմ, որովհետև քննություն է ընթանում, ինչպես այդ հայոյախոսությունը գնալով լայն ծավալներ ընդունում, լայն չափերի հասնում եւ դրա արդյունքում են նաեւ կորուստներ ունենում։ Թող ուրեմն դա իր բերանը փակի եւ ընդհանրապես այս լափելու եւ ցրտելու կուսակցությունը լափի մասին թող միայն խոսի, ինչը եւ անում են, նստում են էկրանների առաջ, լափում են, այդտեղ անկեղծ են։ Միայն մի բանում են կեղծ, իրենք կարկանդակ չի, որ լափում են, իրենք լափում են այնպիսի բաներ, որոնք սաղ կյանքում չէին տեսել եւ հիմա իրենց համար կյանքը ներկայանում է այդ լափով, կին առնեն, այս անեն անընդհատ, սիրուհի ունենան, չեն տեսել հիմա, որպես տղամարդ սրանք այս գետնակարճ դուխով տրյապկեկին, ով էր լուրջ ընդունելու, ով էր սրանց մարդու տեղ դնելու, եթե այդ աթոռով ու չգիտեմ գումարով, սրանով մյուսով չփորձեն կայանալ։ Սա է, որ դրանց ստիպում է այդ աթոռին մնալ, որտեվ հասկանում են, միևնույնն է, իրենք երբ զրկվեն իշխանությունից, աթոռներից, մեծագույն դատաստան է լինելու եւ այդ դատաստանից խուսափել չեն կարող, որովհետեւ այն
Հազարավոր զոհերը, որ սրանք տվեցին, խմեցին հազարավոր քաջերի արյունը, դա չի մարսվելու երբեք։ Եվ ոչ միայն մեր սերնդի պարագայում, եկող սերունդները նույնպես։ Հայ ժողովուրդը լինելու է եւ այդ լինելության ամբողջ ընթացքում կպնդառնալու է այն մեծագույն հանցանք ու ոչիր գործողը, որը շարունակաբար դատապարտվելու է բոլոր սերունդների կողմից։ Բայց ինչ էր ասում օրինակ վերջերս Անդրանիկ Քոչարյանը անձը, իր տղան չի ծառայել, որովհետև բարձրակարգ։ Ես խուսափել եմ որակումներ տալ դրանց լակոտներին։ Երբ մենք քայլում էինք Սրբազան պայքարի ընթացքում, ինձ լրագրողները երբ մոտեցան եւ ասացին, ես ասացի, գիտեք, իրանք խմեցին մեր զավակների արյունը, մենք գալիս ենք փրկենք իրենց զավակներին։ Եվ նորից այդ մտքի տերն եմ, բայց ես հույս եմ, որ նրանց մեջ կլինեն նաև այնպիսիները, որոնք չեն կրի իրենց դավաճան հերերի գենը, եւ այդ առումով կարծում եմ շահեկան վիճակում կայացման։ Իհարկե ոչ այս դեպքում։ Եվ փորձեցի նաև այդ, որ ասում եք Քոչարյան Անդո, ես երբ մեկը գրել էր Անդոն, ինձ թվաց սխալ է արել, ինչ որ տառ է բաց թողել կամ ավելացրել։ Հետո տեսա մյուսն է, սա ասում է մի քանի տարի առաջ համացանցում, մի ուրիշն էլ էր գրել Քոչարյան Անդոնը, Անդոն, այսինքն սրան որակել են Անդոն անունով, ուրեմն քանի որ դուք էլ ժողովրդի անունից խոսողներ եք, ուրեմն ժողովրդի անունով քեզ ասեմ, արա Անդոն, որ դու ուզում ես որակավորես քո լակոտին, եւ ուզում ես ասես, որ քո լակոտը բարձրակարգ լակոտը, այ դիշովի գոյանք։ Ես քեզ հիմա ասեմ, բարձրակարգերը, ասեմ ովքեր են, եւ եթե ուժը թերիքի հաղորդվել նրանց ոգեղեն թռիչքներին ու սխրանքներին, Անդոն, հաղորդվիր, եթե չի երիքի, արա, լապդ կեր, ցրտի ու սսկվի, մի հելու հիմար բաներով, փորձի, լակոտիտ, դիշովկա լակոտիտ ներկայացես բարձրակարգ, որը խուսափում է հայոց բանակում ծառայել, որտեվ հայրենիք չունի, ազգային պատկանելություն չունի, բարձրակարգ ես ուզում, գնա Վաչագան Մանուկյանին կարտա, գնա Մենուայի սխրանքին հաղորդվի, Վարդան Դևրիկյանինը, Գոր Երմալովյանինը, Հուսիկինը, ով լինելով կամավոր հենց պատերազմը սկսվեց մեկնեց ռազմաճակատ, Գալեյանինը, մյուս քաջերինը, դիշով կեք, անգամ դա եք ուզում մոռանալ, ուրանալ, սրիկաշ շներ, ստա կոլոն գոյանքներ, ընտրվեք չնդ քվեն ձեզ չի պերկելու, դիշով կեք, հիմիկվանից ասում եմ, ձեզ ես ժողովուրդը մոլորված շղեմ կեսը զոմբի կեսեն, ձեն կտան չեն տա, դուք արդեն մեծագույն հանցագործներ եք, դուք կանգնելու եք հայոց դատաստանի առաջ, դա լինելու է, եւ այդ դատաստանին անպայման մասնակից են լինելու հերոսների ծնողները, որոնք ես գիտեմ ամեն մեկը ինչ պատիժ է ձեզ նախատեսում, բայց ես ասել եմ ոչ, մենք պիտի սպասենք արդարադատությանը, եթե այդ արդարադատությունը հնարավորություն չի տալիս նման պատժին, չէ որ նախադեպը չի եղել, որ հազարավորների արյուն խմեն, փաշլենքոտ եսակոլոլ գոյանքներ, մորթապաշտներ, անհայրենիք զանգված, եւ հիմա էլ հոխորտում եք թե ձեր լակոտը բարձրակարգ լակոտը, եւ ձեր բարձրակարգ լակոտը նվաճելա չծառայելու փալաս դիշովկա Անդոն դրա ձենը մի դրեկել է տերյապքի ես դուխով տերյապքից կարելի է արդեն խուսափել սա գիտեմ որ կասե եկեք ծառայեք որտեղ իրենք սրբապիղծ գոյանքներ են Մայրամ ջան նա հանուն լափի պատրաստած ցանկացած բան անի հանուն լափի բայց այդտեղ մի հատ ուրիշ բան կա լափեք ցրտեք հասկացանք ազգին խապել եք բյուջեն վեկալել եք միլիարդներով պարտք ավելացրել եք բայց նաև մի փորձեք Են սխրագործներին, ովքեր այսօր հայրենիքը պահել են, ազգը պահել են, ազգի պատիվը, արժանապատվությունը, ձեր փեսլենքոտ լակոտին բերեք ու փորձեք համեմատել, տերյապկա, այ դուխով տերյապկա, լակոտիդ հետ բռվի հայ ժողովրդի ոտերի, տակ, ըտեղա քո տեղը, փալաս։ Եվ առաջիկայում ընտրություններ են, բայց նաև մինչև այդ ընտրությունները Նիկոլ Փաշինյանը, հա, վերջերս վախենա միլիարդատերից դառնան բոմբարես խոսույթ ես ամեն ինչը պարոն Մանուկյան ինչով է պայմանավորված Դե հիմա գիտեք դրանք ինձ համար փողը հարստության չափման միավոր չի եղել, բայց ում մասին ինքը խոսում է այդ մարդը Սամվել Կարապետյանը իր բարեգործությամբ հայտնի է եւ հայությանը միշտ օգնել է ինչ հարցով եւ նաեւ ասեմ իմ ընկերներից մեկը վերջերս
հանդիպել եմ ասում է բիզնես գործունեություն է ծավալել, ասում է գիտես բոլորին ձեռք է մեկնում հայությանը, հայերին, այսինքն նա ազգային ուրեմն նկարագիր ունեցող արժանապատիվ մարդ է, նման մարդը իհարկե մերժելի պիտի լինի ԿՊ պարագլուխների կողմից, դրանք բոլորը խուսափում են հայ տեսնելուց, ազնված զարմ հայ տեսնելուց, ես նաև համացանցում տեսնում եմ, ասում է այդ ինքը չի խոսքերը գրում տալիս են, տո տրյապք եք, ձեր խոսքն էլ քո գրեն տան, բայց մարդ եղեք, արա, մարդ, հերիքա հոշոտեք ես ազգին, ձեր մորթի համար, ձեր մորթապաշտության, այս մարդը կարողացել է իր նվիրումը հանդես բերել եւ կարծում եմ, եթե այն հատվածը, որը զոմբիացած չի, իհարկե կկանգնեն նրանց կողքը, ովքեր պայքարի մեջ են, ես տեսնում եմ, որ շատերն են հիմա դուրս ելել պայքարի եւ շատ կուզեի, որ ընդդիմությունը լուրջ հաշվարկ աներ եւ ուրեմն այդ հաշվարկի արդյունքում կարողանար համադրելով շահերը հաղթականությունը ձևավորել եւ թե ինչ ուժերով կգնան վերջնական ուրեմն ընտրության դա էլ արդեն թող իրենք էլի հաշվեն, չէ՞ ուզի որ ձայներ փոշի անային, շատ կուզեի որ այս ԿՊ-ական ոհմակի ուրեմն պարագլուխները վերջապես կանգնեին արդարադատության առաջ եւ այդ նույն զոմբիները տեսնեին թե ինչեր են արել, ինչ թալան են իրագործել եւ ընդհանրապես որ գալիս ասում էին նախկիները կաշառակ են նախկիները հանցագործ տո տրյապք եք 8 տարի իշխանություն եք այդ նախկիներն էլ ազատ դե որ հանցագործելնային խիդուք նոր եք դրանց փակել այդ սուտը կեքսիկը շարունակաբար լցնում են այդ զոմբիներն էլ մարսում են կամ այնտեղ մի դիշով կա ասում է սրբը պիքսներ կան հոգևորականների մեջ բա դուք էլ հովանավորն եք արա այդ մանկապղծության այդ ասում եք մանկապիքսներ կան այդ մանկապղծության հովանավորն էլ հա կպն ինչ չարություն ինչ բադ բան կա բոլորին սրանք հովանավ եւ հիմա ասում է վեր արտադրվեն ես իհարկե գիտեմ որ իմ երկիրը շատ ու շատ հետ է մղվել սրանց կողմից որովհետեւ Վրաստանը շուտ կարողացավ ազատվել իր չգիտեմ Սահակաշվիլուց որը նույնպես կեղծ բարեփոխումներ էր բերում եւ հետո իմացանք որ սեռախեղված գոյանքների հրավառություն էր գնում Թբիլիսիում եւ մյուս տեղերը եւ հիմա Ուկրաինան դեռևս չի կարողանում իր կլոնից ազատվի այն կլոնից որը ուրեմն զինում էր Բռնապետ Ալիևին դեմոկրատիա ասելով սրանք եկան այս արևմուտքի տրյապկեքը եւ ինչ արեցին բերեցին ռումբեր, պայթումներ, սպանեցին առողջ ուժերին սպանեցին մշակույթ կրող մարդկանց նրանք ովքեր իսկապես մարդկային արժեքները վեր էին հանում ոչ թե այս փալաս փուլուսն եւ հիմա եվրոպացիների առողջ մի խումբ նույնպես տարբեր երկրներում փորձում են ձևավորել ազգային իրենց նկարագիրը որը կորչում է ինչու որովհետեւ էլի եմ ասում նաեւ ոչ միայն մշակույթն են ուրանը նաեւ անսեռ զանգվածներ են բտում եւ այդ անսեռությունը տիրականորեն գնում է եւ սա իրենց հաղթաթուղթն է եւ հիմա որ ելել է այդ ինչա Իսրայելը ինչա Սիմնա աստվածաշնչյան բաները կարդացեք բա որ մենք կարդանք արա բա որ մենք ասենք մերը որն է բայց մենք գնում ենք այդ ընթացքի հետ մարդկության չգիտեմ զարգացման թեպետ հայը վերջ միշտ էլ շարունակաբար բոլոր դարերում զրկվել է եւ մի առիթով ասել եմ Տիգրան Մեծը ինչքան հեռատես էր որ այդ ծովից ծով Հայաստանը ստեղծեց որ ինչքան էլ կորզեն դեռ մնա Եվ հիմա այս վերջին փշուրը, այս վերջին կտորը սրանք, այս ԿՊ-ական պարագլուխներն են խժռում, ուրախությամբ, ծիծաղով եռաբլուր բարձրանալով, դիշով կեք, դուք ձեր արժանի պատիժը կստանաք։ Ես եմ շնորհակալ եւ կուզեի որ մեր ժողովուրդը համախմբվեր ինքն իր շուրջը չեմ ասում որևէ անձի դուք ձեր շուրջը ձեր լինելության ինքնության շարունակության Հայաստանի